Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն 43-ամյա մի տղամարդ տելեգրամյան հավելվածի միջոցով պարբերաբար ձեռք էր բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ դրանք իրացնում, տեղադրելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին ստացվեց արդեն կոնկրետ տեղեկություն, որ նա իր բնակության վայրի տարածքում ձեռք է բերել թմրամիջոցների հերթական խմբականակը եւ թաքցրել իր տան խորդանոցում։ Նույն օրը ժամը 10-ի սահմաններում մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ եւ հաջորդ օրը դատարանի որոշմամբ խուզարկվեց խորդանոցը։ Հայտնաբերվեց ընդհանուր 81 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի 6 փաթեթ ու եւս 8 փաթեթ, լցված ընդհանուր 477 գրամից ավելի մարիխուանայով։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Վարորդական իրավունքի վկայական ստանալու միակօրինական ճանապարհը հաշվառման քննական ստորաբաժանումում համապատասխան քննություններ հանձնելն է։ Չնայած ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պարբերաբար նախազգուշացնում է տարատեսակ խարդախությունների մասին, այնուամենայնիվ որոշ քաղաքացիներ տրվում են արագ եւ չակերտավոր օրինական ճանապարհով վարորդական վկայականներ ստանալու գայթակղությանը։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 19-ին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ հավատալով սոցիալական ցանցերից մեկում տարածված հայտարարությանը վարորդական վկայական ստանալու համար մոտ 500,000 դրամ է փոխանցել անհայտ անձի, բնականաբար չստանալով վկայականը։ Հայտարարություններով տեսա պրավաներ սարքողների, կոնտակտի հեռախոսահամարով կապի հելա, ինձի խաբելով ասեց, որ մի օրինական ձևով իրավունք ունես, կարող ես դու մուծում անել ու ստանալ պրավա։ Քաղաքացին հավատալով հայտարարության օրինականությանը այցելել է հաշվառման քննական ստորաբաժանում, կատարել համապատասխան վճարումները, այնուհետև WhatsApp հավելվածով կտրոններն ուղարկելով զեղծարարին նրա տրամադրած QR կոդի միջոցով փոխանցել է պահանջված գումարը։ Գնացել եմ այդ ինչ հասեով տաքսիով, մուծումները, փոխանցումները արել եմ, դեմից 400,000-ը փոխանցում արեցի, այդ կապի հելա, ասեց, թե էդի ցեյր չէ, ուզե, ասի չէ, ասեց, որներ, ասի բեցեն է ուզե, ասեց ումեն 100,000 էլ պետք ավելացնես, էլի 100,000 ավելացրեցի, կարիք չկա էլ չեք ուղարկել, արի մռու, ես էլ եկել եմ մռուն, ամենաուշը մի ժամվա մեջ, պատրաստ կլինի, կեթաս նկարվես, տողրես, պրավան կստանաս, մի ժամ անցնում է, հետ կապի եմ ուզում էլի հելեմ զանգեմ ու զանգը ջոգում եմ, ոչ վեկալմա ոչ էլ են։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում ուշադիր եւ զգոն լինել, չհավատալ արագ եւ հեշտ ճանապարհով որևէ իրավական փաստաթուղթ ստանալու հնարավորությանը։ Վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրինական ճանապարհով։ Տավուշի մարզի պարեկները դեկտեմբերի 19-ին Իջևան քաղաքի Անկախության փողոցում կանգնեցրել են Mercedes-Benz մակնիշի մեքենա։ Ստուգման պարզվել է, որ 41-ամյա վարորդը մեքենան վարում է ոչ ստապ վիճակում։ Պարզվել է նաև, որ նա հագուստի տակ թաքցրել էր ինքնաձիգ եւ 7.62 մմ տրամաչափի 24 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ։ Ոսկեվան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերքը։ Երևան քաղաքի գնդի պարեկները դեկտեմբերի 21-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել, զենք եւ ռազմամթերք պահելու համար ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որը գետնին է նետել ատրճանակի նմանվող իր եւ պահեստատուփ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ եւ 8 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ։ Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, կատարվում է նախաքննություն։
Դեկտեմբերի 18-ին ժամը 8:30-ի սահմաններում Մարտունի Վարդենիչ ճանապարհի 16-րդ կիլոմետրին ջրային պարեկները կանգնեցրել են Կարճախբյուր գյուղի բնակչի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, որի սրահում 85 հատ 29 կիլոգրամ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ կար։ Վարորդն ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։ Նույն օրը ժամը 9:05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կիլոմետրին ջրային պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած Օպելը։ Բեռնախցիկից հայտնաբերվել է 247 հատ 101.8 կիլոգրամ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Դեկտեմբերի 18-ին ժամը 23-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա Թերակղզու հարակից տարածքում ապօրինի ձկնգողության դեպք են բացահայտել։ Հայտնաբերվել են ձկնորսներ իրենց ձկնորսական նավակով, որում 73 հատ 25.4 կիլոգրամ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ կար։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Դեկտեմբերի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4811 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 171 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 195, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 32, չամրակապված վարելու 631, առանց մանկական նստատեղի քարսիթի 17, վարելու ընթացքում ծխելու 470, վարելիս հեռախոսից օգտվելու 322, հետիոտնին, որ սահմանված վայրով անցնելու 57 եւ 1516 այլ իրավախախտում, 154 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 170-ը տեխնիկական զննություն չանցած, 86-ը լուսարձակների անսարքությամբ, 83-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 209-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 63 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14470 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 276 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 233 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 385, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 8 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 64, չամրակապված վարելու 3402, առանց մանկական նստատեղի քարսիթի 147, վարելու ընթացքում ծխելու 392, վարելի հեռախոսից օգտվելու 523, հետիոտնին, որ սահմանված վայրով անցնելու 73, հարագության գերազանցման 2324 եւ 4549 այլ իրավախախտում, 381 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 785-ը տեխնիկական զննություն չանցած, 871-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 35 բեռնատար, 129-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 706-ը առանց ձմեռային անվադողերի, 62 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ։
ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։